Կապիտալի շուկան Հայաստանում զարգացման հետաքրքիր փուլում է գտնվում։ Վերջին 1.5 տարվա ընթացքում բացի ֆինանսաբանկային հաստատություններից պարտատոմսերի մեծամասշտաբ թողարկումներ են կատարել բաշխիչ ցանցերը, հեռուստահաղորդակցության եւ առողջապահական ոլորտի ընկերությունները, ակտիվություն են դրսեւորում տնտեսության իրական հատվածի այլ մասնակիցներ։ Զարգացման այս փուլում թիրախային աջակցության ծրագրերը կարող են ել ավելի արագացնել աճի տեմպը եւ չեզոքացնել առկա խոչընդոտները։ Մայիսի 29-ին վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկը եւ Եվրոպական միությունը իրենց իրականացնող գործընկերներ Galtent Tagarty եւ Ամերիկա կառավարման խորհրդատվական ծառայության հետ միասին մեկնարկեցին Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող կապիտալի շուկայի աջակցություն ծրագիրը Հայաստանի համար։ Ծրագրի նպատակն է աջակցություն ցուցաբերել կապիտալի շուկայի գործիքների, այդ թվում պարտատոմսերի եւ բաժնետոմսերի հայկական կորպորատիվ թողարկողներին։ Ծրագրի հիմնական գաղափարն է օգնել այն ընկերություններին, որոնք ուզում են փորձարկել շուկան, ուզում են թողարկումներ անել, օգնել իրենց թե խորհրդատվական տեսակետից, թե ֆինանսական օգնություն տրամադրել, ընտրել այն ընկերությունները, որոնք կլինեն առաջամարտիկ այս իմաստով եւ ինքը շատ ճիշտ պահին է իրականացվում, համոզված եմ, որտեղ ոնց որ շուկան տաքացած է։ Հիմա քննարկվում են մեր մոտ այդ պոտենցիալ շահառուների ցանկն է վերջնականացվում։ Մենք աշխատում ենք ընկերություններով, տեսնելով ովքեր են ավելի պատրաստ, օրին այտենց մի փոքրիկ օժանդակությամբ կարողանաս ապահովել իրանց մեծ հաջողությունը կապիտալի շուկայում։ Ծրագիրը ներառելու է 3 հիմնական բաղադրիչ՝ կրթական մեխանիզմի մշակում, կապիտալի շուկաների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը նպաստելու համար, խթանման մեխանիզմի մշակում, ընտրված ընկերություններին կապիտալի շուկա մուտք գործելու հարցում աջակցելու համար, համաֆինանսավորման մեխանիզմի ներդրում, ընտրված ընկերությունների համար կապիտալի շուկայում ֆինանսավորում ստանալու հետ կապված ծախսերի համաֆինանսավորում 25-ից 75 հազար եվրոյի տիրույթում։ Ըստ ՎԶԲ-ի ներկայացուցիչ Ռադա Տոմովայի Հայաստանում մեծ հետաքրքրություն կա ծրագրի նկատմամբ եւ տեսանելի են ոլորտում դրական արդյունքները։ Ընկերությունները կապ են հաստատում մեզ հետ, հետաքրքրվում ինչպես մասնակցել ծրագրին։ Հայաստանում վերջին մի քանի ամիսների ընթացքում 4 թողարկող ընկերություն է մուտք գործել կապիտալի շուկա։ Մենք նաեւ ակնկալում ենք զարգացումներ հաջորդող ամիսների ընթացքում եւ կցանկանայինք, որպեսզի լիներ բավականին երկար ցուցակ, որտեղ ներկայացված կլինեին այն մարդիկ, ովքեր հետաքրքրված են կապիտալի շուկայով։ Ավելի քան 25 տարվա փորձով եւ Վրաստանի ամենամեծ հետազոտական թիմն ունեցող Galtent Tagarty ծրագրի կազմակերպիչներից է։ Այն Վրաստանի առաջատար ներդրումային բանկ ու խորհրդատվական ընկերություն է, որն առաջարկում է ծառայությունների լայն շրջանակ։ Galtent Tagarty գլխավոր տնօրեն Գեորգի Կուպրաշվիլիի խոսքով Հայաստանում կապիտալի շուկայի տեսանելի զարգացում կա, սակայն կան նաեւ որոշակի խոչընդոտներ եւ ծրագիրը միտված է հենց այդ խոչընդոտների վերացմանը։ Այս ծրագրի նպատակը Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման խոչընդոտներին արձագանքելն է։ Ես տեսնում եմ երկու հիմնական խնդիր։ Առաջինը տեղեկացվածության պակասն է կապիտալի շուկայի եւ իր առավելությունների մասին։ Կապիտալի շուկայի նոր խաղացողների համար այս ամենն անծանոթ է եւ կրթական ու կարողությունների բարձրացման միջոցառումները շատ կարեւոր դեր ունեն։ Եվ երկրորդիվ կնշեմ հանրային կամ պետական աջակցությունը, ու մենք Վրաստանում ականատես ենք եղել, թե նման աջակցությունը ինչ զգալի նշանակություն կարող է ունենալ կապիտալի շուկայի զարգացման գործում։ Մեկնարկած ծրագիրը կենտրոնանալու է հատկապես այն ընկերությունների վրա, որոնք առաջին անգամ են թողարկում կատարելու։ Կարևորվելու են նաև կանաչ, սոցիալական եւ կայուն տեսակի թողարկումները։ Ծրագրի մասնակցության հայտերը կընդունվեն մինչև սեպտեմբերի 12-ը, իսկ արդեն նոյեմբերին հայտնի կդառնան հաղթող մասնակիցները, որոնք մինչև 2026 թվականի հունիսը հնարավորություն կունենան կատարել իրենց թողարկումները։